Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուբայի ապակե երկնաքերերից մինչև Վաշինգտոնի կաբինետներ։ Բոլորը ելք են փնտրում, սակայն Իրանը փակել է դռներն ու այրել կամուրջները։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի պայմաններում Իրանն ուներ գործողությունների 3 հնարավոր սցենարներ։ Վենեսուելականը անմիջապես անձնատուր լինել էլիտայի ոչնչացումից հետո ընդունել Վաշինգտոնի նշանակած ժողովրդավար ղեկավարին եւ նավթն ուղղել դեպի արևմուտք զրկելով Չինաստանին էներգագիրներից։ Ռուսական ձևացնել, թե ոչինչ չի պատահել, վարել թույլ պաշտպանություն եւ անվերջ բանակցել արևմուտքի հետ սեփական կործանումը հետաձգելով ու երկիրը տանելով դեպի քաղաքացիական պատերազմ եւ քաոս։ Սա աղետալի կլիներ նաև Ռուսաստանի համար փակելով նրա հարավային շնչուղիները։ Եվ վերջինը, իրանականը, գիտակցելով պետականության մարտահրավերները, գնալ տոտալ մոբիլիզացիայի եւ անցնել սրբազան պատերազմի ռեժիմի։ Իրանն ընտրեց հենց սա, ընդունելով մարտահրավերը որպես վերջին ճակատամարտ հակաքրիստոսի դեմ։ Սա կանգնեցրեց Թրամփի բլիցկրիգների շղթան եւ նրան գցեց երկարատև ու թանկարժեք հյուծիչ պատերազմի մեջ, որին ԱՄՆ-ն պատրաստ չէր։ Այս տեքստը պարզապես աշխարհաքաղաքական տեսություն չէ, այն մետաֆիզիկական ապտակ է ժամանակակից պրագմատիզմի։ Ահա թե ինչ է իրականում ասվում տողատակերում։ Հեղինակը օգտագործելով ռուսական սցենար եզրույթը որպես բացասական օրինակ, դաժանորեն քննադատում է Մոսկվայի մինչև այժմ որդեգրած հապաղելու եւ բանակցելու մարտավարությունը։ Տողատակում ասվում է. Իրանն ավելի վճռական գտնվեց, քան ռուսները։ Սա ակնարկ է, որ ռացիոնալ հաշվարկները եւ կարմիր գծերի մասին անվերջ խոսակցությունները պարտվողական են, իսկ Իրանի ֆանատիզմը միակ աշխատող զենքը։ Բացի այդ, ցույց է տալիս, որ պատերազմն այլևս նավթի կամ տարածքի համար չէ։ Տեքստը հուշում է, որ Իրանը խաղատախտակին է դրել ապոկալիպտիկ քարտը, երբ կողմերը սկսում են միմյանց անվանել Մեսիա կամ Հակաքրիստոս, դիվանագիտությունը մեռնում է։ Սա նշանակում է, որ Իրանն այլևս չունի նահանջի երգեր։ Նրանք չեն վախենում կործանումից, քանի որ կործանումն ընկալում են որպես հոգևոր հաղթանակ։ Սա ահավոր անհարմար իրավիճակ է Թրամփի համար, ով սովոր է առևտուր անել, բայց չի կարող առևտուր անել նրա հետ, ով երազում է դրախտ գնա։ Տողատակում Թրամփը ներկայացված է որպես մի շոումեն, ով սիրում է արագ արդյունքներ եւ էֆեկտիվ տեսարաններ։ Իրանը նրան ներքաշեց մի սխեմայի մեջ, որի բյուջեն սպառվում է, իսկ սցենարը չի ավարտվում։ Սա ակնարկ է, որ արևմուտքի տեխնոլոգիական առավելությունը ոչինչ է ժամանակի դեմ։ Իրանը խաղում է հավերժության դիրքերից, իսկ ԱՄՆ-ն ընտրական փուլերի։ Վերջաբանը սառը ցնցուղ է։ Հեղինակը հասկացնում է, որ որքան էլ Իրանը հերոսություն անի առանց իրական դաշնակիցների, այսինքն Ռուսաստանի եւ Չինաստանի, Թեհրանը պարզապես գեղեցիկ կմեռնի։ Սա ուղղակի կոչ է Ռուսաստանին դուրս գալ քնից եւ միանալ այս վերջին մարտին, քանի որ եթե Իրանը ընկնի, ապա անակոնդան կսեղմի Մոսկվայի կոկորդը։ Սա վերլուծություն չէ ռազմական գործողությունների մասին, սա քաղաքական ինքնասպանության կամ վերածննդի ընտրության մասին է, որտեղ Իրանը հանդես է գալիս որպես արթնացնող գործոն։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին պաշտոնական նամակով դիմել է Անտոնիո Գուտերեշին, հայտարարելով, որ Թեհրանն Ուկրաինային դիտարկում է որպես ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի մասնակից։ Պատճառն Ուկրաինայի կողմից մերձավոր արևելք հարյուրավոր փորձագետների գործուղման մասին ինֆորմացիան է, ովքեր պետք է օգնեն Պարսից ծոցի երկրներին պայքարելու իրանական անօթաչուների դեմ։ Ըստ Իրանի, սա ոչ թե պատահականություն է, այլ ուղղակի օպերատիվ աջակցություն 2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական ագրեսիային։ Լուրի վերջում հնչում է կոշտ կոչ։ Իրանը պետք է դադարի զգուշացնել եւ ուղղակի հարվածի Կիևին ցույց տալու համար արևմուտքի հետ ընկերության իրական գինը։ Այս տեքստը պարզապես դիվանագիտական բողոք չէ։ Այն աշխարհի քարտեզի նոր գծագրում է, որտեղ սահմաններն այլևս աշխարհագրական չեն, այլ տեխնոլոգիական եւ գոյաբանական։ Ահա թե ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Եթե նախկինում Ուկրաինան ընկալվում էր որպես զոհ կամ պաշտպանվող կողմ, ապա այս հայտարարությամբ Իրանը փոխում է նրա կարգավիճակը։ Կիևը ներկայացում է որպես բարձր տեխնոլոգիական վարձկան, որը սեփական փորձը վաճառում է արևմուտքին, այլ ճակատներով
կիրառելու համար։ Սա ուղերձ է աշխարհին։ Ուկրաինան այլևս տեղական հակամարտություն չէ, այն արևմուտքի ձեռքին գործիք է ցանկացած անհնազանդ պետության կոկորդը սեղմելու համար։ Ուկրաինան, որը տարիներ շարունակ մեղադրում էր Իրանին Ռուսաստանին շահիդներ մատակարարելու մեջ, հիմա հայտնվել է նույն դերում, բայց հակառակ կողմից։ Իրանն օգտագործում է հայլային անարդարության կամ արդարության սկզբունքը, եթե դուք գալիս եք մեր տարածաշրջան, մենք զենքի դեմ կռվելու, մենք իրավունք ունենք գալ ձեր տարածաշրջան ձեզ պատժելու։ Տողատակում սա Իրանի կողմից Ռուսաստանին տրված կանաչ լույս է, Կիևի դեմ գործողություններն էլ ավելի խստացնելու համար։ Ամենասուր միտքն այստեղ Իրանի կողմից հեռավորության գործոնի վերացումն է, հայտարարելով, որ Կիևը մասնակից է ագրեսիային, Թեհրանը Կիևին դնում է նույն շարքում, ինչ Թել Ավիվը կամ Վաշինգտոնը։ Սա նշանակում է, որ իրանական հրթիռների կամ դրոնների համար թիրախային քարտեզը մեծանում է։ Իրանը հասկացնում է, որ ինքը չի սահմանափակվելու միայն իր սահմանների պաշտպանությամբ, նա պատրաստ է արտահանել պատերազմը հենց այնտեղ, որտեղից գալիս է սպառնալիքը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ հայտարարել է տարածաշրջանում ռազմական ներկայության զգալի հզորացման մասին։ Լոնդոնը Սաուդյան Արաբիայում տեղակայում է գերժամանակակից Sky Sabre զենիթահրթիռային համակարգեր, որոնք կարող են միաժամանակ խոսել մինչև 24 թիրախ։ Բացի այդ, Քաթարում անժամկետ երկարաձգվել է Թայֆուն կործանիչների առաքելությունը, իսկ Բահրեյն ու Քուվեյթ են ժամանել հոբ մասնագետների նոր խմբեր։ Հիլի խոսքով Բրիտանիան ներդնում է իր լավագույն ուժերը կանխելու մեծ պատերազմը եւ պաշտպանելու դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքները իրանական հարձակումներից։ Այս քայլը պարզապես ռազմական օգնություն չէ։ Սա աշխարհաքաղաքական հուսահատության եւ կայսերական իներցիայի խաչմերուկ է։ Ահա թե ինչ է իրականում կատարվում։ Բրիտանիան փորձում է ապացուցել, որ ինքը դեռ մեծ է։ Sky Sabre տեղակայումը Սաուդյան Արաբիայում ավելի շատ նման է թանկարժեք քաղաքական հուշանվերի, քան իրական վահանի։ 25 կիլոմետր շարավիղը Սաուդյան Արաբիայի պես հսկա երկրի համար նույնն է, ինչ հովանոց պահելը տրոպիկալ անձրևի տակ։ Լոնդոնը ոչ թե երկիրն է պաշտպանում, այլ իր դեմքը, ցույց տալով արաբական միապետություններին, որ իրենց չի մոռացել։ Սա ակնարկ է, որ Լոնդոնը փորձում է լրացնել ԱՄՆ-ի թողած դատարկությունը, բայց չունի դրա համար բավարար թոքեր։ Տողատակում հստակ կարդացվում է հետևյալը. Բրիտանացի զինվորականները տարածաշրջանում հայտնվում են որպես մահապարտ երաշխավորներ։ Եթե Իրանը հարվածի եւ զոհվեն բրիտանացիներ, Լոնդոնը ստիպված կլինի մտնել պատերազմի մեջ։ Սա Իրանին ուղղված զսպման փորձ է, հույսը դնելով ոչ թե տեխնիկական հզորության, այլ այն մտքի վրա, որ Թեհրանը չի ցանկանա ուղղակի կոնֆլիկտ ՆԱՏՕ-ի առանցքային անդամի հետ։ Բայց հաշվի առնելով Իրանի տրամադրությունները, որոնց մասին խոսեցինք նախորդին, բրիտանական համազգեստը կարող է ոչ թե զսպել, այլ գրգռել հակառակորդին։ Բրիտանիան գովազդում է Sky Sabre որպես 24 թիրախ խոցող հրաշք զենք։ Սակայն ժամանակակից պատերազմներում Իրանը ճկուն մարտավարություն է կիրառում եւ բրիտանական թանկարժեք հրթիռները շատ արագ կսպառվեն։ Սա տնտեսական ծուղակ է։ Իրանը ստիպում է Բրիտանիային ծախսել միլիոններ կոպեկների դեմ պայքարելիս։ Հիլի լավագույն ուժերը կարող են շատ արագ վերածվել թանկարժեք ջարդոնի։ Լոնդոնի այս ակտիվությունը նաև ուղերձ է Ռուսաստանին եւ Իրանի մյուս դաշնակիցներին։ Բրիտանիան ցույց է տալիս, որ պատրաստ է կռվել երկու ճակատով, բայց տողատակում հարց է առաջանում։ Եթե Բրիտանիան իր լավագույն հոբ համակարգերը տանում է Պարսից ծոց, նշանակում է, դրանք պակասելու են Ուկրաինայում կամ հենց Միացյալ Թագավորությունն է։ Սա ռեսուրսների վտանգավոր փոշիացում է, որը կարող է հանգեցնել համակարգային փլուզման։ Բրիտանիան Մերձավոր Արևելք է գնացել ոչ թե պատերազմը կանխելու, այլ պատերազմի տոմսերը վաճառելու համար։ Սա փորձ է պահպանել հին աշխարհակարգը մի տարածաշրջանում, որտեղ արդեն վաղուց գործում են նոր, ավելի դաժան կանոններ։ Լոնդոնը խաղադրույք է կատարում իր զենքի փայլի վրա, բայց Իրանը պատրաստվում է մարել այդ լույսը։ ԱՄՆ բանակում ներքին պառակտում է սկսվել։ Պաշտպանության նախարար Պիթ Հեքսեթը պահանջել է ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ռեյնդի Ջորջի հրաժարականը։ Պատճառն այն է, որ բարձրաստիճան զինվորականները դեմ են Թրամփի եւ Պենտագոնի առաջ մղած Իրան ներխուժելու ցամաքային օպերացիայի սցենարին։ Գեներալները սա համարում են ծայրահեղ ռիսկային եւ անկանխատեսելի կորուստներով հղի արկածախնդրություն։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարում է պատրաստակամության մասին, խոստանալով ԱՄՆ-ին չմոռացվող դաս տալ։ Պիթ Հեքսեթի կողմից Պենտագոնը պատերազմի նախարարություն վերանվանելը եւ վետերան գեներալներին մարզավիճակի մասին դասեր տալը սպանեց զինվորականների հարգանքը վարչակազմի հանդեպ։ Գեներալ Ջորջը եւ մյուսները հասկանում են, որ իրենց հրամայում է մի մարդ, ով պատերազմը տեսնում է որպես հեռուստաշոու կամ գեղեցիկ PR ակցիա։ Զինվորականների բունտը ոչ թե քաղաքական է, այլ ինքնապահպանման։ Նրանք չեն ցանկանում դառնալ պատմության մեջ այն գեներալները, ովքեր կործանեցին ամերիկյան բանակը իրանական լեռներում։ F-35-ի եւ F-15-ի խոսումը աշխարհակահաղ
քաղաքական շոկ է։ Դա նշանակում է, որ արևմտյան անտեսանելի տեխնոլոգիաներն այլևս անպաշտպան են ռուս-չինական հոբ լուծումների առաջ։ Սա այն հիմնական պատճառն է, թե ինչու են գեներալները դեմ ցամաքային օպերացիային։ Եթե ԱՄՆ-ն կորցնում է գերիշխանությունը օդում, ապա ցամաքային ներխուժումը վերածվում է Վիետնամի քառակուսի աստիճանի վրա։ Թրամփը հեռացնում է բոլորին, ովքեր կարող են ասել ոչ։ Չարլզ Բրաունի, Լիզա Ֆանկետի եւ այլոց հեռացումը նշանակում է, որ Թրամփը ստեղծում է արձագանքող սենյակ, որտեղ միայն լսելու է իր մտքերի հաստատումը։ Գեներալների հեռացումը պատերազմի թեժ պահին նշանակում է, որ բանակի դերակատարումն անցնում է քաղաքական կոմիսարների ձեռքը։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական աղետ։ Իրանական կողմի հայտարարությունները դա ստալու մասին այլևս դատարկ հոխորտանք չեն թվում։ Տեսնելով ԱՄՆ ներսում տիրող քաոսը, Թեհրանն ավելի մեծ համարձակություն է ձեռք բերում։ Նրանք հասկանում են, որ Վաշինգտոնը պառակտված է, իսկ պառակտված թշնամին ամենահեշտ թիրախն է։ Իրանը խաղում է ամերիկյան գեներալների վախերի վրա, ել ավելի սրելով ներքին դիմադրությունը Թրամփի հանդեպ։ Մենք ականատես ենք լինում իրավիճակի, երբ ԱՄՆ-ի ամենամեծ թշնամին ոչ թե Իրանն է, այլ սեփական վարչակազմի եւ զինվորական վերնախավի միջև առկա անդունդը։ Եթե Թրամփը փորձի սկսել ցամաքային պատերազմ առանց բանակի աջակցության եւ առանց օդում առավելության, ապա քարիդար վերադառնալու հեռանկարը կարող է սպառնալ ոչ թե Իրանին, այլ հենց ԱՄՆ-ին որպես համաշխարհային գերիշխանություն։ Ըստ Press TV, չեչենական ռազմական ստորաբաժանումները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից իրանց համակային ներխուժման դեպքում պատրաստ են մեկնել մերձավոր արևելք, սատարելու Իսլամական Հանրապետությանը։ Ռամզան Կադիրովին հավատարիմ այս ուժերը ներկայիս հակամարտությունը որակում են որպես կրոնական պատերազմ եւ իրենց հնարավոր մասնակցությունը դիտարկում են որպես ջիհադ։ Սա տեղի ունենում այն ֆոնին, երբ Վաշինգտոնը ձախողելով օդային արշավը ճնշում է գործադրում ցամաքային օպերացիա սկսելու համար։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ակտիվ աջակցությունը ԱՄՆ-ին եւ Իսրայելին դիտարկվում է որպես լրացուցիչ շադրիչ գործոն Ռուսաստանի համար։ Այս տուրը ոչ թե պարզապես կամավորների մասին է, այլ ռազմավարական թակարդի, որը լարվում է ԱՄՆ-ի շուրջ։ Ահա թե ինչ է թաքնված այս հայտարարության հետևում։ Չեչենական ուժերի հայտարարությունը հակամարտությանը տալիս է մետաֆիզիկական երանգ։ Օգտագործելով ջիհադ եզրույթը նրանք Իրանի պաշտպանությունը դուրս են բերում պարզապես աշխարհաքաղաքական շահերի շրջանակից։ Սա ուղերձ է ողջ իսլամական աշխարհին։ Սա պատերազմ է ոչ թե պետության, այլ հավատքի դեմ։ Տողատակում սա նշանակում է, որ ԱՄՆ-ն Իրանում կարող է բախվել ոչ միայն իրանցիների, այլև ողջ աշխարհից եկող մոտիվացված մուսուլմանական մարտիկների հետ, ինչը ցամաքային օպերացիային կտա անվերջանալի սպանդի տեսք։ Կադիրովի ուժերը պաշտոնական Ռուսաստանի զինված ուժերի մաս են, բայց նրանց հայտարարությունները հաճախ ծառայում են որպես Կրեմլի ոչ պաշտոնական ձայն։ Սա Ռուսաստանի պատասխանն է Ուկրաինայի մասնակցությանը։ Տողատակում ասվում է. եթե դուք ԱՄՆ-ն օգտագործում եք ուկրաինացիներին մեր դեմ մերձավոր արևելքում, մենք կօգտագործենք մենք ամենափորձառու ստորաբաժանումները ձեր դեմ։ Սա Ուկրաինայում ընթացող պատերազմի պրոյեկցիան է մերձավոր արևելքի վրա։ Ուկրաինական ուժերի ներկայությունը տարածաշրջանում, որի մասին խոսեցինք նախորդի, դարձավ այն կարմիր լաթը, որը կրկրեց Ռուսաստանին։ Այժմ Իրանի տարածքը վերածվում է մի գլոբալ պոլիգոնի, որտեղ հին հաշիվներ են մաքրում բոլորը։ Չեչեն մարտիկների համար հնարավորություն է վերջակետ դնել ուկրաինական հարցին այլ աշխարհագրական կետում։ Եթե ԱՄՆ-ն դեռ տատանվում էր ցամաքային ներխուժման հարցում, ապա չեչենական գործոնի հայտնվելը պետք է ոչ թափեցնող լինի։ Չեչենական ստորաբաժանումները հայտնի են քաղաքային մարտերում եւ լեռնային պայմաններում իրենց դաժանությամբ եւ փորձով։ Իրանական լեռնաշխարհը նրանց համար հարազատ տարերք է։ Սա ցույց է տալիս, որ Թրամփի բլիցկրիգը վերածվելու է դժոխքի, որտեղ ամերիկացի զինվորը բախվելու է ոչ թե կանոնավոր բանակի, այլ սուրբ պատերազմի գնացողների հետ։ Պատերազմն աստիճանաբար վերածվում է գլոբալ ռեքվիեմի։ ԱՄՆ-ն փորձում է փրկել իր հեղինակությունը ցամաքային հարձակման, բայց փոխարենը ստանում է մի կոալիցիա, որտեղ Իրանի կողքին կանգնում են ռուսական փորձառու ստորաբաժանումները իսլամական դրոշի ներքո։ Սա աշխարհաքաղաքական կատարյալ փոթորիկ է, որտեղ կրոնական ֆանատիզմը եւ մեծ տերությունների հաշվարկները միախառնվում են, ստեղծելով մի իրավիճակ, որից ելք չունի ոչ մի բունկերային ղեկավար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։